Միայն ցերկդ որ բարձես Երեսդ բայլեցնես Կզորանամ ես Միայն ցերկդ որ բարձես Երեսդ բայլեցես Կզորանամ ես Կզորանամ ես Հալելույա Մեր Տեր մենք գիտենք որ քո ցերկդ չի գարժացած Բոլոր անոնք որ կգանչեն քեզի դու կպատասխանես Մենք գիտենք որ դու քո ցերկը չես գարժացուցած Մեր կյանքերեն Տեր Աստված որովհետեւ կանտես սատանայի ծրագիրները եւ կդարես քո կամքդ Եվ մենք հավատքով գեցեր ենք քո առջև մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոս որ խաչվեցար մերար մեզի համար բայց երրորդ օրը հարություն արիր Եվ գրված է որ Աստծո միածին որդին եկավ որովհետեւ սատանայի գործերը կանթե Հալելույա Եվ այսօր դու այստեղ ես Տեր Սիրեներ Աստծո ցերկը չի գարժացած մեր կյանքերեն Եթե մեկը քեզի հարցներ ինչի համար գուզես աղոթեմ Ինչ կսեիր Ինչի համար գուզեիր աղոթեն քեզի Հիմա կխնդրեմ այդ աղոթքդ բերես Աստծո առջև որովհետև Աստծո ցերկը չի գարժացած Եթե հիվանդության խնդրեմ ունիս հիմա բեր Աստծո առջև Եթե հուսահատած ես բեր Աստծո առջև քո վիճակդ Եթե որևէ մեկ մեղքեր ունիս, գաբանքներ ունիս, վախեր ունիս, տրավմաներ ունիս, չեմ գիտեր ինչ ունիս Հիմա ժամանակն է որ հավատքով տեսնես Աստծո ցերկը Հիմա դու բեր աղոթքդ Աստծո առջև եւ ես աղոթեմ քեզի համար Դեր Դու ես սրդեր քննող Աստվածը եւ դու ամեն բան գիտես նույնիսկ նախքան մենք ասենք քեզի Ադորամար հիմա դու գտեսնես եւ գիտես բոլոր այն աղոթներու խնդրանքները որ քո առջև բարձրացան իմ եղբայր քույրերուս միջոցով դեր Դու գիտես մարդուն սրդի խորքը նույնիսկ մարդիկ կան որ բաներ կա մեգումը չեն գրնար գորսել իրենց մեջ բահածեն եւ ադիկա միան գրնան քեզի իսել Բաներ կա գսեն որ ուրիշներուն բայց մեկը չի հասկնար գոր իրենց բայց դու կհասկնաս մեր Տեր Աստված Ադորամար իմ աղոթքս է ամեն ինչի համար որ աղոթքի խնդրանքով եկան քո առջև Տեր կխնդրեմ քո ցերկդ բարձես Եվ թող քո փառքը ձակի իրենց կյանքերու վրա Տեր թող հիվանդը բժշկվի Ամեն հիվանդության անուն թող խոնարհվի Տեր քո ներկայության մեջ Հիսուս Քրիստոսի անունով ես կխոսեմ որ ամեն հիվանդություն թող հերանա իմ եղբայր քույրերուս մարմիններեն հիմա Ամեն գաբանք սատանայի ծրագիր Թիվային չար ներկայություն թող ազատարձակե ընտանիքները իմ եղբայր քույրերուս կյանքերը Դեր քո ցերկդ բարձե Հիսուսի անունով կխնդրեմ Հավատա սիրելիս հավատա Հիմա աս ժամերուն աս վարգաներու մեջ քեզի հատ մտքերը գուքան շատ աղոթեր ենք բամը չէ փոխված Գրված է հավատա եւ կտեսնես Աստծո փառքը Աղոթքից ժամանակ ամենաշատ անհավատության մտնոլորտ մգուզեք եզի շրջաբադել, ասանք, որ ինչպես իտ փոխվի, Աստծո ցերկը ավելի զորավոր է քան ամեն ինչ, հալելույա,
Գամ գնդրես հավատալ Աստծո եւ չի հանձնվիլ, գամ կհանձնվիս եւ զոհ կդառնաս։ Ընտրե։ Գամ գնդրես Աստծո ապավինիլ եւ չի հանձնվիլ, գամ կհանձնվիս եւ զոհ կդառնաս։ Բայց քեզի խորհուրդ կուտամ Աստծո ապավինիս եւ չի հանձնվիս։ Որովհետև գրված է Տիրոջ հուսացողը երբեք ամոթով չի մնար։ Ով գա հավատացող, ով գա հավատացող, ով գա հավատացող։ Դեր փառք ես, Հիսուս, փառք ես, փառք ես։ Դեր մենք գիտենք, որ այս ժամերը քու ցերկերուտ մեջն են, այս վարյանները քու ցերկերուտ մեջն են, գաղոթեմ եւ կխնդրեմ, որ քու խոսքդ ոչ թե մեկ ագանչեն մտնեմ ույսեն ելը հաբա մեր սրդերուն մեջ մխրժվի դեր, որ այսօր դեսնենք կյանքեր փոխված Հիսուսի անունով։ Ամեն, 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 ամեն։ Աստված բարի է ամեն ժամանակ։ Դարձիր կովինիտս է Աստված բարի է ամեն ժամանակ։ Եթե դեսար շատ չի հավատաց նորենս է իրեն։ Եթե դեսար հավատաց մեկած սրդանց խոսմաս է իրեն։ Քու սրդե դելած։ Սրդիտ խոսնանը սիր կովինիտ արժանի է լավ խոսքերու։ Հալելույա։ Սիրեներ, բարի եկացեք, Աստված օրհնեց ձեզի շատ, գողջունենք բոլոր մեզի դիտողներուն ալ, գիտենք որ հիմա կամերային հետև մեր ետնեք, Աստված բարի է ամեն ժամանակ։ Քեզի իսեմ, ըսկաս չսկաս, Աստված բարի է ամեն ժամանակ։ Ամեն։ Հալելույա։ Դեղավորվեցան ծառայողները, որբեսի անցնենք այսօրվա խոսքին, Քաղտիկ մգա միշտ ադիգա իրական է։ Ով որ ծարավ է, ադիգա գահակենա։ Ով որ սպասումով է, ադիգա պամ մգարն է։ Ոչ թե ծարավ է, գամ սպասումով է պամ մարնելու մարդեն, բայց սպասումով է և ծարավ է պամ մարնելու աստուծմ է։ Որովհետև քիչ առաջ ինչպես որ աղոթեցի, մարդիկ ալ քեզի չի հասկանան, բայց Աստված կհասկանա ամենախորը։ Քեզի բան ասեմ, բաներ գտունա չես հասկանար, որ Աստված կհասկանա։ Ադորամար սպասումները եւ որ Աստծո մեկը լան երկինքը կբացվի։ Ասեդս երկինքը կբացվի։ Երբ որ սպասումները Աստծո մեկը լան։ Ամեն։ Ուրախությունով կբաժնեցիմ որ Աստծո խոսքը, որովհետև Աստծո խոսքը գտեսնեմ որ կյանքեր կփոխեգոր։ Համաձայն ես դες։ Բարձրացան գուզեմ ասել Հիսուսը կյանքեր կփոխեգոր։ Հալելույա։ Եթե քու կյանքդ փոխեր ավելի զորավոր զապ է։ Ամեն, ամեն, ամեն սիրեներ, հիմա անցինք Աստծո խոսքին, գետրոանանք Աստծո խոսքի վրա, և Աստծո խոսքը միշտ սելիք ունի քեզի, համաձայն ես, միշտ, հիմա նայր գլա որ կյանքիդ մեջ, նյութիմը մեջ, դարբեր ժամանակներու մեջ, մարդիկ որ քեզի մոտ են, մարդիկ որ միշտ քեզի փամը գսեն, դեղը գահասնի հետդ ադեններ գլա եկեք անգեղ զլանք, դեղը գահասնի հետդ գսես որ դա ինչ պիտս է, գիտեմ ինչ պիտս է, ամեն ինչը սավ նույնը։ Աստված եւ որ խոսի միշտ քեզի նոր բաներ ունի սելիք։ Ամեն։ Միշտ ունի սելիք։ Ադորամար
Դժվար է ականջդ մեկում դաս որ գիտես նույն բաները բիցե։ Հիմա ադեններ նայր, քեզ բան ասեմ, ադեններ եթե շուրջդ մարդիկ լան, ասենք աստծո ջանցող մարդիկ նույն բաները ասեն ադորալ սկուշեր, դերևս նույն բաները կսեն որ թուն ադիգա անես որ այլևս փոխվի։ Բայց գլա որ գողնից նույն բաները լսել են, բայց Աստված միշտ ունի քեզ իսելիք։ Միշտ ունի քեզ իսելիք նոր բաներ։ Եվ եկեք անցնենք այսօր Աստծո խոսքին եւ դեսնենք ինչ կա սրդիս մեջ որ ցերեզը բաժնեցիմ։ Մենք այս տարի ով որ չգիտեր, այս տարի շատ գետրոնացել ենք եւ հրճագեր ենք խոսքը, ինչի այս տարի գետրոնացել ենք որբեսի լա դարիմը որ մենք Աստծո ավելի մոտենանք։ Աստծո հետ մդերմության դարի հրճագեր ենք, որովհետեւ չիգա ավելի կարևոր բան մարդուն կյանքի մեջ, որ ինքը ճանչնա այն մեգուն գլխակիրով, որ իրենը ստեղծեր է։ Մեկը որ ստեղծեր է ինձի։ Ես որ հիմա գամ որովհետև ինքը ստեղծեր է ինձի։ Եվ չիգա ավելի կարևոր բան մարդու կյանքին մեջ, որ ինքը ճանչնա այն մեգուն, որ իրենը ստեղծեց։ Չիգա ավելի կարևոր բան որ ինքը մդերմանա այն մեգուն հետ, որ իրենը ստեղծեց։ Որովհետև քեզի ստեղծողը ամենաշատ լավ գիտե քո մասիդ։ Քեզի ստեղծողը ամենաշատ գիտե քո պետքերուդ մասին։ Եվ որովհետև մենք կենտրոնացել ենք շատ Աստծո ճանչնալու վրա, Աստծո հետ մդերմանալու, այսօրվա խոսքս ուղղված է նորեն Աստծո ճանչնալու վրա, բայց յուրահատուկ գոհում, յուրահատուկ ցևով։ Գիտեք ինչպես վերնակրել եմ այսօրվա խոսքը, Աստված քաոսի մեջ։ Ասես քաոս։ Ով չգիտեր քաոս ինչ է։ Քաոս այսինքն իրարանցում, դակնուվրա վիճակ, անհասկանալի։ Երբ որ իրարանցերը ամեն բան դակնուվրա է գսե քաոսի մեջ եմ։ Այսօրվա խոսքը վերնակրել եմ այսպես, Աստված քաոսի մեջ։ Եվ եթե ինձ հարցնես հովիվ ինչ կա սրդիդ մեջ, ինչ է այն որ գուզես կոր փոխանցել այսօր։ Մենք նախադասությունով չլար պիտի մենք մտնենք խորունգնանք, բայց այսպես կրնամ ասել։ Աստված նաև հետս է չէ։ Աստված նաև ադներ գսկան մարդիկ գնային ինձի գսեն ինչ կլագոր է ես շատ խանդավառված եմ որովհետեւ քեզ Աստծո խոսքը կարոզեմ։ Աստված նաև գուզեգոր որ տուն իրեն ճանչնաս քաոսի մեջ։ Նաև քաոսի մեջ։ Շատ կարևոր է այսօրվա խոսքը։ Աստված գուզեգոր ճանչնաս իր ցայնը նաև քաոսի մեջ։ Ճանչնաս իր ներկայությունը նաև քաոսի մեջ։ Այն ժամանակ երբ չես զգար իր ներկայությունը, բայց դու ճանչնաս իր ներկայությունը նաև քաոսի մեջ։ Եվ գուզեմ որ հարցում հարցնել, ոստեղը մեկը գա որ իր կյանքը հեչ քաոս չունի։ Մեկը գա որ կյանքի մեջ ամեն ինչ օքեյ է ոտքի վրա։ Չի գա չէ, քաոսները կան։ Նայր, անգերձ լանք, ադեններ քու բաժարով այդ քաոսներ կա, ադեններ ոչ քու բաժարով այդ քաոսներ կա, բայց քաոսները կան։ Գիտես ուր քաոս չի գա։ Գարդեցիր վիցեմ Ամերիկա։ Քաոսը երկինքը միան չի գա, երկինքը։ Ամերիկա գա, Կանադա գա, Լիբանան գա, օնա գա։ Որովհետև գրված է լույսը աշխարհ եկավ եւ մարդիկ խավարը լույսեն ավելի սիրեցին։ Ուրեմն քաոս ամենտեղ կա, որովհետև ամենտեղ մարդ կա ու գսե որ խավարը սիրեցին, ադորամար իրենց կորզերը չարե։ Քաոս միան երկինքը չի գա, բայց երկրի վրա գա։ Իսկ ով գուզեգոր ճանչնալ Աստծո նաև քաոսի մեջ։ Գիտես քաոսը ինչ ամեն ինչ դակնու վրա է։ Հազարատ ցայն գա շուրջդ։ Հազարատ ցայն։ Աչքերուտ նայած դակնու վրա է, ականջիդ լսած դակնու վրա է։ Ամենակարևորը ասեմ, սկացումները դակնու վրա է։ Միջդ այո, նայր։ Այդ դակնու վրայությունը որ երևույթային է, գաստեկու վրատ։ Բայց այդ դակնու վրայությունը որ քու մեջդ է ավելի զորավոր է։ Եվ շատ կարևոր է որ դու ճանչնաս Աստծո քաոսի մեջ։ Որովհետև քաոսի մեջ եւ որ դու ճանչնաս Աստծո, այդ քաոսեն շիտա կանցնես։
At քաոսի մեջ կպաշտպանվես, at քաոսի մեջ չդակ քայլեր կառնես։ At քաոսին մեջ կգիտնաս չարը բարին զանազանել, որովհետև Աստծո խոսքը գսե զանազանեցեք բարին եւ չարը։ Եվ դու որպես մարդ շատ գարիկ ունիս, շատ պետք ունիս քաոսի մեջ ալ ճանչնալ Աստծո ցայնը։ Որպես սխալ որոշումներ չառնես, սխալ ճամփաներ չերթաս, որպես Աստծո գամքը գիտնաս, մեր քույրը շատ կարևոր բան ասավ։ Նորոգվեցեք ձեր մտքով, գսե որպես գիտնակ Աստծո գամքը, դու շատ պետք ունիս քաոսի մեջ գիտնաս ինչ է Աստծո գամքը։ Հետ եղերը քո հետ որ քաոսի մեջ ամենաշատ դակն ու վրա քեզի նող բան ադի եղեր է, որ չես գիտած ինչ է Աստծո գամքը։ Հիմա պետք է որոշում առնեմ, ես ալ մեկնեմ գահարկեմ Աստծո գամքը, գուզեմ որ, բայց ինչ է Աստծո գամքը, դակն ու վրա գնա ադի քեզի։ Իրավիճակները գհրեն որ քեզի որ յալլա որոշում ար, թունալ ասան գհրեն որ բայց Աստծո գամքը ադներ գերտաս, ադներ չես երտար։ Կարևոր է թուն քաոսի մեջ ալ ճանչնաս Աստծո գամքը, որ ինչ լա գիտես ավելի արագ բռնես։ Որովհետև երբ որ գմդերմանաս մեկուն հետ գլա չէ որ ասանք նայեն է գիտնաս մեկատ։ Մաման մեկատ ասանք կնես դղային դղան լվացվեցավ արդեն վերեմ վար առանց խոսքի։ Գամ լվացվեցավ չսեմ լավ ծևով հասկացավ որ ադմի ուդեր։ Ինչու գիտես քանի որ մոդ են։ Բայց մեկը որ քեզի մոտ չէ ինչ չէ երևակայ մեկը որ քեզի մոտ չէ որ ցույց աչքով ամա հասկացնել հայտնի չէ ինչ կստեգա սունևդի ճանչնաս կգիտնաս at մարդը մեկ at վեր հանեն է վարիչեցնեն աչքի ինչ սել գուզեգոր երբ որ Աստծո հետ մդերմանաս նորեն կգիտնաս Աստծո երբ ինչպես կխոսի գորեդդ քաոսի մեջ ինչու կշեշտեմ որ քաոսի մեջ որովհետև այսօրվա մեր խոսքը ինչ է քաոսի մեջ Աստված քաոսի մեջ Հիմա եկեք Աստծո խոսքեն քննենք այսօրվա խոսքը եւ նայենք ինչեր ունեն գսելիք Մատթեոս 14 14-րդ գլուխ 20-րդ խոսքեն պիտի գարտանք Ամենը սազներս միտքդ բահ է Սկիզբը միշտ քարոզին սկիզբը ամենակարևոր դեղերն է որ տուն գիտնաս քարոզի ինչին հիման վրան է ադոր համար շատ պետք է գետրոանաս Հիմա ես քեզի բաներս այնքան կարևոր է որովհետև տուն այս տուրեն դուրս պիտելես վաղը երկուշաբթի են օրորոտ պիտի սկսես եւ պիտի մտնես կյանքի հոսքին մեջ ուր որ գաս եւ քեզի համար շատ պիտի օգնե երբ որ տուն ուրիշ լեվելի ուրիշ մագարտակի ճանաչելություն ունենաս Աստծո հետ քաոսի մեջ շատ կարևոր է ասի քեզի համար ասան գսեմ որբեսի ավելի սենսիտիվ լաս Աստծո ցայնին Աստծո առաջնորդության եւ իր ճանապարհներուն ով գուզե ավելի սենսիտիվ լա Աստծո ցայնը ճանչնալու եւ իրեն մդերմանալու ավելի նուրբ ավելի սենսիտիվ քիչ արաշվես որ մեկատ նային է գահսկնաս Եվ հիմա նայեցեք, հոստեղը մենք պիտի գարտանք դերմը, սկսին գարտալ 23-ին, ժողովուրդը արձակել են ետքը ինքլերը ելավ առանցին աղոտ կնելու։ Երբ իրիկուն եղավ, հոն մինակ էր, իսկ նավը արդեն ձովում մեջտեղը ալեգոծության մեջ էր։ Գուզեմ լավ գետրոանաս ինչ կլագորոս։ Հիսուսը ժողովուրդի մեջներ կքարոզեր գոր, գսե որ ժողովուրդը ազատ արձակեց, քնած մինագը լերը աղոթելու։ Մինագը այսինքն աշակերտներուն ցկեց եւ աշակերտները նավուն մեջն էին, գուզեմ որ ամեն ինչ գաբես քու հետ։ Նավին մեջն էին եւ հատուկեն գրված է, որ ձովուն մեջտեղը ալեգոծության մեջ էր։ Գիտես նույնիսկ ձովուն մեջտեղը գրվելը կարևոր է, որովհետեւ եթե ձովուն զայրը լա ալեգոծություն օքեյ է, բայց եթե ձովուն մեջտեղը լա ալեգոծությունը օքեյ չէ։ Եվ ալեգոծության մեջ էր վասնզի հովը հագարակ կողմեն գպչեր։
Գիշերվան 4-րդ բահուն Հիսուս թեպի նավը քնած ձովուն վրայեն քալելով։ Երբ աշակերտները մեկը տեսան, որ ձովուն վրա գքալեր, խրովեցան եւ ասին, թե աչքի երևույթ մնե։ Սիրեներ գսկակ ինչ կլագոր Հիսուսը լերեն վերադարձավ ձովուն վրային քալելով գսե, նայեցեք մարդիկ կան գսկսին մտածել, որ ասինչ խուրավի բաներ է, ձովուն վրային քալել։ Սիրեներ քալողը Հիսուսն է։ Եվ ես ձեզի հիշեցնեմ, որ երկինքը եւ երկիրը ստեղծող Աստված, որ աստղերը շարերը, արևը թրերը, լուսինը, ճուրերը, ամեն ինչ իրեն համար բան մը չէ ձովուն վրային քալելու։ Ադորամար հեչ խուրավի չէ, շատ իրական է։ Տուն ամեն օր 5 վայրկյան ժամանակ դրամատրե բադուհան հետ, բալկոն հետ, չեմ գիտեր ուրդեղ հետ, բնությունը դիտեմ եք հատ։ Ադի ստեղծող Աստված շատ բարձ ճուրի վրային գքալ է։ Ամեն։ Բայց այդ զայրայության մի երթակ, որ քանի որ Հիսուսը քալեց, ես ապետի քալեմ։ Ասեն եք եզի քալե, ասեն է։ Շարունակենք։ Հիմա աշակերտները դեսնելու սկսան եւ իրար ասին, որ աչքի երևույթ մնե։ Գիշեր էր եւ հայտնի չէ թեմքը, բայց մեկը ճուրին վրայեն մերքովը գուքագոր։ Արդեն մենք քաոսի մեջ ենք։ Ալեգոծության մեջ ենք որովհետեւ։ Հիմա Կարևոր ամենադեղերեն մեկը հոս է, նայեցեք ինչ եղավ։ Վախնալով գանչվրդեցին, մեր հայրենները շատ կարևոր լուրջ են։ Վախնալով գանչվրդեցին, որովհետև քաոսի մեջ վրանալ մեկը ճուրին վրային եկած ադենը, գսե սկսան վախնալ, գանչվրդեցին, այսինքն բորալու սկսան, և նայեցեք ինչ եղավ։ Հիսուս խոսեցավ անոնց, ուսավ, ասե խոսեցավ, երբ քաոսին մեջ, վաու, խոսեցավ անոնց, ուսավ, քաչ եղեք, ես եմ մի վախնակ, բայց կարևոր դեղալ նույն գաշարնակության մեջ, ինչ եղավ հետո։ Պետրոս պատասխան տվավ անոր ու ուսավ. Դեր, եթե թունես, հրամանր է ինձի, որ քեզի կամ ճուրերուն վրայեն։ Մեկը բան մսկաց, քաոսի մեջ Հիսուսը խոսեցավ։ Աշակերտները նավում մեջն են Պետրոսալ, դուք գիտեք, որ աշակերտները Պետրոսնալ հոս արդեն 14-րդ գլուխն է։ Հիսուսին հետ բավական ժամանակ անցուցեր էին։ Հանդարտ օրերու մեջ, հանդարտ վիճակի մեջ շատ դեսեր էին իր հրաշքներն ու նշանները։ Նույն Պետրոսը գիշեք ցուրկ կորսար գոր հանդարտ մտնորդի մեջ։ Սկիզբը Պամչի հանեց, եկավ եզերք, ամեն ինչ օքեյ էր խաղաղ, Հիսուսը եկավ նավը մտավ, ասավ, կնա արջև մեկադալ պորց է, ծուկ ելավ, հետս ասե հանդարտ վիճակ, սկսավ խոսակցությունը լալ Պետրոսին և Հիսուսին մեջ, սկսավ ճանչնալ իրեն, երբ սկսավ ավելի ճանչնալ, երբ որ ատքան ծուկ ելավ, որ նավը պիտի ընգղմեր, և գիշեք նույն Պետրոսն էր ասավ հերացիր ինձ մե, տուն չես գիտեր ես ով եմ, սկաց որ նորմալ մեկը չեն ավի մեջ էր, լուրջ մեկն է։ Եվ գիտես, ասանք հանդարտ մտնորդներ ալ գա մեր կյանքին մեջ, որ Հիսուսը գուկա, գճանշնանք, գլսենք իրեն, գխոսենք, նա ինչ հանդարտ էր, սա հունն է դե, ասանք, օքեյ ամեն ինչ, խոսակցությունը հստակ է, Պետրոսը նետեց, ծուգը արավ, և մեր կյանքի մեջ ասանք օրեր ագա, դիրոջ հետ, նայր, քիչ առաջ ոստեղը մենք հավաքվեր էինք, հրաշալի է, Աստծո ներկայության մեջ գեցեր էինք, կփարապանեինք կոր, դարբեր ժամանակներ, ասանք հանդարտ, իր դեսագի պես օրեր գա, որ մենք դիրոջ կվայլենք, դիրոջ կլսենք, և նույն Պետրոսը
ունենալով անանք օրեր նույն աշակերտները, որ վայլեր էին իրեն, մեկը չզարմացավ Պետրոսին պատասխանեն։ Պետրոսը չի ջանցավ, որ ինքն է։ Որովհետև հարցուց ասելով, եթե տունես, ասեկամ։ Նայր ինչ եղավ, քաոսի մեջ չի ջանցան ցայնը։ Որտեւ ես վստահ եմ, հանդարտ մտնոլորտի մեջ, երբ որ ցուկ չի գար 5000 հոգի դու դեր, եթե նույն բարերը ասեր Հիսուսը, լայվ իրար հետ, մի վախնակ, ես սեզի հետ եմ, գիտես, Պետրոսը չեր ասեր, վստահ տունես, չէ, հոնդեղ հայտնի էր ամեն ինչ, բայց քաոսի մեջ չի ջանցավ։ Եվ եթե տունես, ասեկամ, եւ շարունակությունը գիտենք, նայեցեք եկեք կարդանք, անալսավ եկուր, բայց նայ գարձես, որ չափ որ conversation-ը խոսակցությունը քնած արչև, փամը սկսավ փոխվել գարձես, որովհետեւ երկրորդ եկուրեն Պետրոսը համարձակություն կդավ ելլելու դուրս։ Եվ Պետրոսը նավեն իջավ ճուրերուն վրային քալեց որպես Հիսուսին կովերտա, բայց հովը սաստիկ լալուն վախցավ։ Երբ սկսավ ընկղմիլ, աղաղակեց ու ասավ. «Դեր, ազատես ինձ»։ Հիսուս շուտ մի իր ձեռքը երկնցուց բռնեց զանեգա ու ասավ. «Տերահավատ, ինչու երկմտեցար»։ Երբ նավը ելան, հովը դադարեցավ։ Անոնք որ նավուն մեջ էին, եկան երկրպագությունն անոր ու ասին. Հոսալ շատ կարևոր դեղ է։ Իրավցնե Աստծո որդի եստուն։ Եվ այսօրվա իմ խոսքս, ինչ որ գուզեմ որ ցեզի փոխանցել սիրելի եկեղեցի, որ Աստված նաև գուզե որ մենք ջանշնանք իրեն քաոսի մեջ։ Աստված գուզե որ նաև իր ցայնը լսենք քաոսի մեջ։ Որովհետև Աստված նաև քաոսի մեջ գուզե առաջնորդել քեզի։ Աստված նաև քաոսի մեջ գուզե խրադել քեզի։ Աստված նաև քաոսի մեջ գուզե բաներ ցցնել քեզի որ դու չես տեսներ։ Աստված նաև քաոսի մեջ քո հետ է։ Ադորամար շատ կարևոր է որ նաև քաոսի մեջ Աստված ջանշնանք։ Նայր ես ասի չեմ ասեր որ հիմա տուն մտնես մտածումներու մեջ, արդյոք հովի վասի կարոզե որ ինչու քաոս պիտի կա բան, լսե ինձի բեկչունից անանք բաներ մտածելու Աստվածաշունչը գարտասն է արդեն հայտնի է որ քաոսները շատ են։ Իմ ստացած բանը չէ։ Քաոսը գա։ Բայց իմ դված լուրս բարի լուր է։ Որովհետև ավելի լավ է, նայր, ավելի լավ է տուն քաոսի մեջ։ Աստծո հետ լաս, քան թե մինակ լաս։ Ավելի լավ է քաոսի մեջ Աստծո հետ լաս, քան շատ մարդ լան, որ քեզի այդ քաոսի մեջ բամը չեն գնարնել։ Փառք Աստծո մեր շուրշի մարդոց համար սխալ մի հասկանաք։ Բայց երանելի ես, երբ քաոսի մեջ գիտես այն ցայնը, որ քեզի գսե մի վախնար։ Նայր ինչ եղավ։ Եվ դու գսկացիք, նայեցեք։ Եվ քաոսին մեջ ինքը գիտե ինչ խոսի քո հետ, որովհետև նայր, որովհետև քրվերը վախնալով գանչվրդեցին։ Ինչ վախնալով Հիսուսը ադորամար եկավ ասավ մի վախնակ։ Ինքը գիտե քաոսի մեջ քեզ ինչ խոսք դա։ Եվ որ դու հուսահատ ես, գիտե ինքը ասել մի հուսահատվիր։ Ես քեզի հետ եմ։ Եվ որ դու վախի մեջ ես ինքը գիտե քեզի ասել մի վախնար։ Ասիկա գխնդրեմ արցանակրես ինքը քաոսի մեջ գիտե քեզի խոսք դալ եւ այդ խոսքը ամենազորավոր ժայռն է որ դու նադոր վրա գրնաս կենալ քաոսի մեջ մի վախնար ես եմ սկսար հասկանալ այսօրվա խոսքը գեհդակրեք եզի այսօրվա խոսքը Քաոսի մեջ, սկացումները, ամեն ինչ դակն ու վրա է, բայց ես կրնամ գործանազանել Աստծո ցայնը։ Ես կրնամ գոր գետրոնալ, քեզի բամը ասեմ քաոսին նպատակները մեկը գիտես ինչ է,
որ քեզի փորձես շեղել, որ դու չգետրոնանաս Աստծո առաջնորդության վրա։ Ասի գխնդրեմ լավ լսե։ Քաոսին նպատակներն մեկը, որ սատանան գուզե բերել քու կյանքիդ մեջ, եւ շատ ժամանակ մեր սխալներ են գալա, շատ ժամանակ սատանայի հարցակում, բայց քաոսին նպատակներն մեկը, որբեսի քեզի շեղեք ու գետրոնացում հետ։ Երբ որ դու նույն մգա որ գուզես կոր գիտնալ Աստծո կամքը, ամենաշատ ինչ կնես, կփորձես քաշվիլ մինակ, հանդարտ, սենյակդ կոծես եւ գետրոնանաս, ասպարը շատ կարեւոր է։ Գետրոնանաս Աստծո վրա, որ նայես ինչ կսե որ ինքը քեզի, չէ՞։ Ով այս հոս ասիգա գնա իր կյանքի մեջ։ Բոլորդ պետք է ենեք։ Եվ որ բան մգա, որ դու գուզես կոր հասկանալ Աստծո կամքը։ Դու պետք ունիս սենյակդ քաշվելու, գետրոնացած Աստծո երեսը փնտրելու, խոսք խնդրելու իր մե։ Իսկ քաոսին նպատակը քու գետրոնացումը չեղելն է։ Ինչ են Աստծո վրա են։ Աստծո ցայնեն։ Ադորամար դու այսօր եկերես կսորվիս կոր քաոսի մեջ ինչպես գետրոնանալ Աստծո վրա։ Քաոսի մեջ ճանչնալ Աստծո։ Քաոսի մեջ լսել իր ցայնը։ Վաու։ Ամեն։ Եվ վերջին խոսքը կխնդրեմ ետ տնենք, վերջին խոսքը մեկ հատ գարտամ, եւ նայեցեք ինչ եղավ։ Անոնք որ նավուն մեջ էին, եկան երկրբակություններին անորուսին։ Իրավցնե Աստծո որդին էստուն։ Գիտեք ինչ եղավ։ Ասպարը հետաքրքիր է ինձ համար։ Իրավցնե Աստծո որդին ես։ Ինչու գասկած ունեին։ Ինչու գասկած ունեին։ Հիմա երևակե Հիսուսին գսենք որ իրական եղերթուն ես Աստծո որդին։ Որովհետև այդ քաոսի մեջի եղածը եւ հետո որ գսեն նավը մտավ եւ ամեն ինչ հանդարտեցավ։ Գիտես Աստված գուզե որ դու իրեն քաոսի մեջ ալ ճանչնաս, որովհետև քաոսին մեջ դու Աստծո ուրիշ կողմերն ալ կճանչնաս։ Եվ քաոսեն վերջ գայտնապերես ավելի վստահ գլաս եւ գսես դու ես եղեր իրական։ Աշակերտները ինչեր դեսեր էին ժողովուրդ ինչեւոս։ Աշակերտները ինչեր դեսեր էին ոս։ Հրաշքներու դեսակներ դեսեր էին ոս։ Ինչեր դեսեր են մտքե վեր։ Հագարակ ամեն ինչին աս եղածեմ վերջ իրական դու ես եղեր Աստծո որդին։ Աստված գուզե որ դու քաոսի մեջ իրեն ճանչնաս, որ քաոսի մեջ դալ դեսնես իր փառքը եւ քաոսեն վերջ դեսնես ինքը ով է իրական։ Վաու, դեր։ Եվ at հայտնությունը նայր, at հայտնությունը որ դու իրական ով ես։ Քեզի ուր գտանի գիտես։ Երկրբակեցին իրեն։ Քու երկրբակությունդ կշատնա եւ որ դու գճանչնաս ինքը ով է։ Որովհետեւ դու մեզ դեսնելով այդ մեծությունը չես կրնար ճիշտել։ Ադորամար քաոսին մեջ ալ ֆաներ գա։ Ասի քաոսի դեսակ մներ։ Ուրիշ քաոսի դեսակի մասին միտ խոսենք։ Քաոսի դեսակներ են, լավ է։ Հետաքրքիր է, բամը կստանաս կոր։ Մեկ հատ ուրիշ հետաքրքիր քաոսի դեսակ մնալ գար։ Եվ դու գիտես, որ Աստված ալ քաոսները կստեղծի ադեններ։ Շտում գարզես կոր միան սատանան քաոսներ գնե։ Գամ քու սխալներ հետ քաոսներ գլա, Աստված ալ քաոսներ կստեղծի։ Գուզես վստահալալ։ Եկեք գարտանք։ Մատթեոս ավետարան 21-րդ գլուխ։ Քաոս ցիդե։ Ով հասկացավ արդեն։ Աստծո խոսքի վրա գետրոնացել ես։ Հիսուս Աստծո դաջարը մտավ։ Տուն գիտես ասի ինչ եմ վերջեր։ Զարգազարդ։
ամեն ինչ հանդարտ, ամեն ինչ ուրիշ, աշակերտները կարծեցին աս է, անոր որ գհետևեին կոր բոլորը գիտցան, որ մեր թագավորն է։ Ժողովուրդը սկսավ Օվսաննա։ Զագազարդի կարոզի մեջ ասոր վրա գետրոնացեր է։ Քաոսին քն չի գաոս, ամեն ինչ շատ լավ է։ Հիսուս Աստծո դաջարը մտավ։ Գարթա։ Ու դուրս հանեց ամեն անոնք, որ դաջարի մեջ գծախեին։ Ու գքնեին եւ ըստակ փոխողներուն սեղանները ու աղավնի ձախողներուն աթորները գործանեց։ Հիսուսը։ Սեղանները, աթորները։ Հիմա նայր, դու շատ լավ հասկանալու համար պետք է հասկանաս, որ այս օրերուն գրվեր է դաջար մտավ։ Եվ որովհետև դոներ դաջարի մեջ շատ մարդ կար։ Շատ մարդ։ Եվ գրված է Հիսուսը մտավ եւ սեղանները գործանեց։ Ինչպես գործանեց անգեղ զլալու համար չեմ գիտեր, բռնեց դարձուցմը։ Մեկ բան գիտենք, որ ցերկը խայզարան կար։ Հիսուսին ժողովուրդ ցերկը խայզարան կար գրվեր է։ Վադորը չեմ գիտեր ինչ ուրա, ոտքերում մզարգավ մարդոց։ Սեղանները գործանեց, կսե։ Ուրիշ, նոստեղը աղավնի ձախողներուն աթորները գործանեց։ Հիսուս մտավ դաջար եւ դաջարի մեջ քաոս ստեղծեց։ Բայց քեզի ասեմ, Աստվածային ոչ մեկ նպատակ մը չի գա իզուր։ Այսինքն Աստված ոչ մեկ բան չուներ ընելու սիրուն, ադի անպայման նպատակ կունենա եւ նպատակը բարի է։ Բայց ես կուզեմ որ եկեղեցի տուն գիտնաս, որ Հիսուսն ալ մեր Աստվածն ալ քաոսներ կստեղծե։ Բայց ինչ քաոսներ, ահա վասիկ շարունակության մեջ է պատասխանը։ Եվ Հիսուսը գործանեց դաջարի մեջի ձախողներուն աթորները սեղանները եւ հետո աս քաոսին մեջ սավանոնց գրված է թե իմ դունս աղոտքի դուն պիտի գոչվի, բայց դուք ադիգա ավազակներու այրրիք։ Հիսուսը իր ժողովրդին մեջ ալ քաոսներ կստեղծե, որովհետեւ մաքրե իր ժողովրդին։ Հիսուսը քու կյանքիդ մեջ քաոսներ կստեղծե, որովհետեւ մաքրե քու կյանքդ։ Գրված է իմ դունս աղոտքի դուն պիտի գոչվի, բայց դուք ավազակներու այրրիք։ Հիսուսը կյանքիդ մեջ քաոսներ կստեղծե, որովհետեւ քու կյանքիդ հանե բաներ, որ բեք չելա։ Եվ ադիգա աստվածային քաոս է։ Հիմա քաոսին մեջ մեր նույնը ինչ է, Աստված քաոսի մեջ։ Հիմա շատ կարևոր է, որ դուն աս քաոսին մեջ նալ ճանչնաս Աստծո։ Աս քաոսին դեսագը ուրիշ է։ Աս քաոսը Աստված գնեգոր։ Աս քաոսին մեջ նալ ճանչնաս Աստծո։ Որովհետև աս քաոսի մեջ դու պետք ունես գիտես ինչ ցայն լսելու։ Իմ դունս աղոտքի դուն պիտի գոչվի։ Որովհետև երբ որ կյանքիդ մեջ բաներ կա լեղի եւ Աստծո հաճելի չէ եւ գսկսի որ դուրս ելել at ամենը գսկսի որ խանգարվել եւ ցայն մգա որ քեզի գսեգոր գիտես աս ամեն ինչու գլագոր որովհետև թուն պետք է սուրբ դաջարը լաս որովհետև թուն աղոտ պետք է անես բայց հիմա ասինչ դեղը ժամանակ կանցնես կոր որովհետև թուն այսպես եւ at ցայնը ճիշտ at ցայնն է Աստծո որ գուզեգոր քեզի հետ խոսիլ at քաոսին մեջ որ իմ դունս աղոտքի դուն պետք է լա Ես քեզի գրնամ դալ ինչաբով որ դերը ինձի արիտ կուդա, բայց թուն բաներգա պետք է հասկանաս հայտնությունով աս խոսքեն։ Աս քաոսներուն դեսակները շատ են։ Բայց ես կուզեմ որ թուն հասկանաս, որ Հիսուսն ալ քաոսներ գնա։ Եղեր է կյանքիդ մեջ, քու կյանքիդ մեջ, կամ քու շուրջդ, որ նույթ մգա, երկար ժամանակ է գար լեղի, չեր բայթեր գոր։ Մինչև բայտեցավ, որ լուծվեցավ։ Շատ ժամանակ Աստված արիտ գուդա քաոսներուն, որբեսի
Հետո դունը իր շիդակ դեղը լա, որովհետև աղոթքի դուն պետք էր լար, բայց ուրիշ բանի մեջ էր ինքը։ Եվ ասիկան նույնն է եւ անձնական քու կյանքիդ մեջ, եւ քու ընտանիքիդ մեջ, եւ Աստծո ժողովրդի մեջ, եկեղեցին մեջ։ Եկեղեցին մեջ էլ Աստված քաոսներ կբարձրացնի, որբեսի մաքրե իր դունը։ Եվ Աստված գուզե որ աս քաոսի դեսակն ալ տուն ջանշնաս իրեն։ Աստված գուզե որ քեզի օգնել, որ տուն ջանշնաս իրեն այն քաոսի ժամանակ, որուն անունն է մակրող քաոս, ասի հիմա ինձ մեյել ավադանք պամը մակրող քաոս, ինչ է դա կրկիր է, քաոս, որ քեզի գդանի Աստծո կամքին մեջ, քաոս, որ քեզի գցկե որ տուն սխալներ դեսնես, որովհետև Հիսուս ինչ կներ գոր, գսեր գոր իմ դունս աղոթքի դուն միտ գոչվի, եւ ադիկա գդրելով, ասել գուզեր գոր որ ասի իմ դունից մեջ բիչի իլա։ Եվ ես կուզեմ եւ իմ աղոթքս է որ տուն գարենաս ճանչնալ այն քաոսները, որ Աստված կբարձրացնե գոր քու կյանքիդ մեջ, որ գդանի մակրության քեզի։ Ուրիշ քաոս նայր, եթե Աստուծո է ուրիշ դեղ չի դաներ քեզի սխալ չի հասկանաս։ Եթե Աստուծո է գդանի թեբի մակրություն։ Գդանի թեբի առողջ հանդիմանություն, որ կբերե փրկություն եւ բժշկություն եւ ազատություն։ Ուրիշ դեղ չէ։ Եվ ես գաղութեմ որ տուն ճանչնաս այդ քաոսները։ Որովհետև եթե երկար ժամանակ է Աստծո հանդիմանությունը չի գա այն սխալ բաներում մեջ որ տուն գաս, ուրեմն տուն լավ վիճակի մեջ ես, որովհետև հոն պետք է քաոսը լար, որովհետև տուն գիտես որ դա սխալ է։ Եվ հիմա գարձես թե օքեյ է։ Դաջարի մեջ գնային գոր բաներ, որ օքեյ չէր, բայց գարձես օքեյ էր։ Բայց Հիսուս եկավ քաոսը ստեղծեց եւ ճշմարտությունը ասավ։ Ադոր համար քաոսին մեջ կուզե որ Աստված քեզի օգնել որ տուն ճանչնաս, երբ որ ինքը ասի աստուն աղոթքի դու միտ կոչվի։ Աս աղոթքի դունը հասկացեք վերնակիրը որ մեջ շատ բաներ կրնալ օրինակով։ Եվ ասիգա Աստված իր զավակներուն կյանքին մեջ սրդանց նախանցախնդրությամբ կնե, որովհետև Աստված գիշեք սրբության կարոզը, որովհետև Աստված գուզե բահել իր ժողովուրդը մակրության մեջ, սրբության մեջ, ադոր համար Աստված գրնա քաոսները ստեղծե, որովհետև իր ժողովուրդին դեղեն շարժե եւ ասե որ լսե տուն սխալ դեղես։ Այդ քաոսները քեզի բժշկող քաոսներն։ Ով ամեն գսե այդ քաոսին։ Ամեն։ Գիտես ինչ, ինձի հարցնես այդ քաոսին մեջ, որը ստեղծվեցավ, ես քեզի ասեմ սիրելի Աստծո ժողովուրդ մի խաբվիկ, Աստված եւ իր ներկայությունը սկացումներ չեն։ Դու գրնաս աղոթքի ժամանակ Պարապանության եւ երկրպագության ժամանակ Աստծո ներկայությունը սկալ քու սկացումներով դալ, բայց Աստված սկացումի Աստված չէ, որովհետեւ ես քեզի բան ասեմ, քաոսին մեջ սկացումները լավ չեն, բայց Աստված ներկա է։ Ես եկել եմ այսօր այդ մեսեջը դալու, որ Աստված նաեւ քաոսին մեջն է եւ ինքը գուզե որ քեզի ճանչնաս տուն իրեն նաեւ քաոսին մեջ եւ ոչ թե երբ ամեն բան լավ կսկասկոր։ Աստված, երբ որ ամեն բան լավ կսկասկորի Աստված չէ, հոն չէ ինքը, որովհետև ամեն բան լավ սկալով չէ Աստծո ներկայությունը։ Աստված հոն է, երբ կսկասկոր կամ ոչ։ Ամեն։ Եվ հիմա աս վերջինս սածիս համար եկեք ուրիշ քաոսի տեսակ մնանք։ Երորդ թագավորաց 19-րդ գլուխ։ Վաու, նայեցեք ինչ է դա կրկիր է։ Ով գիտե այստեղը։ Եղյան է։ Գիտեք ասիգա ուր է, ով որ Աստվածաշունչը գարտացած է գիտե, ասկի առաջ երբ որ գարտանք, Եղյան որպես Աստծո մարգարե, Փահաղի սուտ մարգարեներուն հետ թեմ արդեմ եկավ եւ իրար հետ վիճապանեցան սելով որու Աստվածի իրական է, թող խնդրե երկինքեն գրակ թափի։ Չեր կարեմ, Եղիային աղոթքը պատասխանվեցավ
Հետո at մարգարաները սուտ մերցվեցան եւ հետո նայեցեք Եղիան լավ մտածեցեք Եղիան at իրավիճակին մեջ at մարգարաներուն թեմ Աստծո հետ ահոտ գրավ Աստծո Աստված գրագը տապեց հստակ էր ամեն ինչ Աստծո եւ իր մեջ ամեն ինչ վերջացավ Եղիան լսեց որ Հեզաբելը Թագավորին գինը իրեն միտալած է գիտես ինչ եղավ Եղիայինքով Քաոսի պատճառով Եղիան վախցավ եւ փախեցավ Նույն Եղիան համարձակ Եղիան սուտ մարգարաներուն արչև գեցավ եւ ասավ եկեք աղոթենք եւ տեսնենք իմ Աստվածս կամ ծեր Աստվածը իրական է Ինչ համարձակություն Աղոթեց գրագը իջավ բայց հիմա նույն Եղիան վախի եւ քաոսի մեջ փախեցավ լերը եւ նայեցեք 11-րդ խոսքեն հիմա Եղիան փախած է հոն է դերը սավանոր ելիր ու լերը դիրոջը արչև գային է ահա դերը գանցներ ու դիրոջը արչևեն լերները քագող ու աբարաժները գոդրդող մեծ ու սաստիկ հով մի ելավ բայց դերը այն հովին մեջ չէր Հետաքրական բան ասեմ ցեզի Գիտեք ինչ գրվել է Սկիզբը նայեցեք ինչ գրվել է դերը սավանոր Ելիր ու լերը դիրոջ արչև գային է դերը սավանոր Եվ պաստորեն ինչ որ դերը ասավ հայտնի էր իրեն համար գնաց լերը գեցավ դերը ասավ Հետ եղած եկան գիտնեջ որ դերը բամը ասերը քեզի եւ ատքեվեջ անանք անհասկանալի վիճակի մեջ էստուն որ դերներմը դերը չերմը սողոքեզի Եվ պաստորեն հոստե գրվել է որ դերը սավանոր եւ հետո դիրոջ ասելեն վերջ եղածները նայեցեք Ահա դերը ներողություն շարունակենք ուրեմն մեծ ու սաստիկ հով մի ելավ բայց դերը այն հովին մեջ չէր անունը քաոս ծրերմ At զորավոր հովը at վարգանվա քաոսը շարունակեմ Հովին յետևեն երկրաշարժ եղավ Հիմա կխնդրեմ տուն Եղիային մասին մտածե իր վիճակը մտածե Երկրաշարժ եղավ բայց դերը երկրաշարժին մեջ չէր Երկրաշարժին յետևեն գրակ եղավ բայց դերը գրագին մեջ չէր Քաոս Եվ Եղիան հիմա այդ քաոսին մեջ այդ զորավոր հովը երկրաշարժը գրագը եւ հիմա քաոսին մեջ Եղիան դերը կփնդրեգոր դերը մեջը չէր Շարունակեմ Գրագին յետևեն մեղմ ու փարակ ցայն մգլսվեր Զորավոր հով զորավոր գրակ երկրաշարժ չի գար դերը հոն չէր բայց ատքե վերջ ինչ եղավ նայր մեղմ փարակ ցայն մգլսվեր ու Եղիա զանիգա լսածին բես Ինչը լսածին բես Ինչու հոս կրվեր է ադիգա լսածին բես Որովհետև նայ Կրված է գրագին յետևեն մեղմ ու փարակ ցայն մգլսվեր Չէ կրված դիրոջ ցայնը Մեղմ փարակ ցայնը բայց Եղիան երբ որ այդ ցայնը լսեց Որովհետև երկրաշարժի մեջ փնդրեց Չի գա գրագի մեջ չի գա Այդ զորավոր հովին մեջ չի գա Հիմա փարակ ցայն մգա Չէ գրված դերն է բայց Եղիան ուշադրությունը դարձուցած ցայնին որովհետև քաոսին մեջ չանցավ այդ փարակ եւ մեղմ ցայնը որ դիրոջ ցայնն է Գիտես ինչն է հետաքրքիր ինձ համար At ամեն զորավոր բարձր բաներեն վերջ դերը մեղմ ցայնով գխոսի գորդ Դու գսպասեր գորդ երկրաշարժին մեջ դերս է ես եմ
եւ տուն հատկան ամարցակ, բայց ինքը մեղմ ցայնով։ Եվ նայր ու Եղիա զանիգա լսածին մեզ իր վերարգյովը երեսը ծածկեց ու ելավ քարայրին փերանը գայնեցավ ահա անոր ցայն մի եկավ ու ուսավ ով Եղիա հոս ինչ բան ունես քաոսին մեջ մեղմ փարակ ցայնը Աղոտ կսե որ քաոսի մեջ ճանչնաս Աստծո մեղմ եւ փարակ ցայնը Քեզի դակրկիր օրինակ մտամ Երբ ովևէ մեկ խնդրի պատճառով քաոսի մեջ ես գխնդրեմ եղբայրս կանավակ է Երբ ովևէ մեկ պատճառով քաոսի մեջ ես արդեն չղայնացած ես լսե արդեն չղայնացած ես Արդեն պատրաստվել ես չղայն որոշումներդ առնելու մտքիդ մեջ արդեն գծրակրես կոր Այդ քաոսին պատճառով բարձրացել է արդեն ամեն ինչ եւ մեղմ փարակ ցայնը քեզի գսե Երանի անոնց որ խաղաղություն կնան վասնզի Աստծո որդիները պիտի գոչվին Եվ հանգարց քեզի մտքեր գուք այդ քաոսին մեջ Կպավե պայց, մինչև երբ խաղաղություն օրին կրինք վրաս ելավ, լսե ինձի, at մեղմ փարակ ցայնը դիրոջ առաջնորդությունն է լսե իրեն։ Որտեվ դերը գարաշնորդ է իր խոսքով։ Եթե at վարյան, at շղայնության ժամանակ, քեզի սավ երալի խաղաղություն ունողներուն, վասնզի Աստծո որդիները պիտի գոչվին, ադիգա at քաոսի դիրոջ ցաներ քեզի համար։ Դիրոջ պապակը ինչ է գիտեք որ գարենաս տուն մեկը լալ որ այդ քաոսի մեջ այդ ցայնը լսելով Եղիային պես գենաս տեղդ նայրոս ինչ կրվեր ժողովուրդ նայեցեք ինչ կրվեր եւ որ Եղիան այդ բարակ ցայնը լսեց նայր ինչ հրավ իր վերարգյով երեսը ծածկեց ու ելավ քարայրին փերանը կանգնեցավ աս վերարգյով երեսը ծածկեց աս արդայդությունները Բարաբի չեն գրված ոստեղը, ինքը ջանցավ դիրոջ ցայնը, դիրոջ ներգայությունը եւ գարձես հարկանքի բադիվի թիրք մկրավեցոն, որ դերը եկավ, դերը հոս է, դերը խոսեցավ։ Իմ աղոտ կսե, որ տուն քաոսի մեջ գարենաս լսելով Աստծո ցայնը, գարենաս Աստծո ցայնին հնազանդիլ։ Եվ միշտ քեզի ասի բանալի թողոլա, Աստված իր խոսքով կխոսի քեզի։ Աստված օրինակը սկացի սրդես որ պետք է ասեմ, մանավանդ ասի Երանի խաղաղությունն օներուն, վասնզի Աստծո որդիներ պիտի գոչվին։ Հիմա դու ներևակե քաոսի մեջ քեզի ասցայնը։ Նայր քեզ բան ասեմ, հաջից ասի լավ լսե։ Որովհետև քաոս չեղած ժամանակ դու շատ բարձր ամեն գսե իր ասխոսքին։ Բայց քաոսի ժամանակ գրնալ լսես, մինչև երբ խաղաղություն, սա մեկադալ։ Համաձայնեք թե ոչ։ Երբ ոստեղը պարապանես կորևես քեզի, սեմա սիգրնալ բարձր ցայնով հալելույա բորաս։ Ասի աջամ ներվամեն բան հանդարդ է։ Երբ դիրոճմեն օրորտնությունը ստացել ես եւ քեզի սեմ Երանի խաղաղությունն օդերուն տուն ամենաառաջին ամենը սող գրնասլալ, բայց երբ քաոսի մեջ ես, Աստված գուզե որ աջեցնել քեզի, որ դու նորեն ասես ամեն։ Ամեն։ Ասիգա վերցուր։ Քաոսի մեջ ալ Աստծո խոսքին ամենս է։ Ամեն ինչ սել թող այդպես լա։ Քաոսի մեջ Աստված։ Վաու։ Եվ Հիսուս Հովհաննես ավետարանի մեջ կսե 10-րդ խոսք 27-ը 10 գլուխ իմ ոչխարներս իմ ցայնս կլսեն ու ես ալ զանոնք կջանշնամ ու իմ ետևես կուկան բայց ես կուզեմ որ բամը ավելցնել աս խոսքին վրա իմ ոչխարներս իմ ցայնս կլսեն նաև քաոսի մեջ ու ես կջանշնամ զանոնք եւ ես կարաշնորթեմ Աստծո ժողովուրդը որ կգոչվի Բարի հովիվին ժողովուրդը
Գսեին ոչխարներս կճանչնան իմ ցայնը։ Լսեցեք ոչխար արդայությունը գոբիտ մի հասկանաք։ Ինքը բարձրապես օրինակ մնա ինչպես ոչխարները գեհդևին հովիվին եւ մենք գեհդևինք մեր դիրոջ։ Ոչ թե ոչխարը սել գուզեգոր ասված մեզի։ Բարձրապես հետևորդ։ Բայց բարձ հետևորդ չէ, ցայնը ջանցող հետևորդ։ Որտեւ եթե նայեք ոչխարներուն եւ հովիվին, հովիվ երբ որ ասե եւ որ ուղղություն դա դեսերը կեչ փոլորը իրար հետ գերտան։ Երբ քաոսի մեջ նույնպես։ Երբ որ անդարի մեջ հարցակում գլա, հովիվը երբ որ խոսի at քաոսին մեջ ոչխարները գիտեն գճանշնան at հովիվին ցայնը եւ գիտեն հետևիլ at հովիվին։ Եվ վերջին խոսքը որ գուզեմ որ գարտալ Հովանես 16-րդն է 30-րդ խոսքը այս բաները ցեզի խոսեցա որովհետեւ ինձմով խաղաղություն ունենաք քաոսին մեջ ամենակարևոր բաներն մեկը ինչ է խաղաղություն նայեցեք ինչն է հետաքրքիր եւ դարօրինակը մեր մտածումով մեր լոջիկով այդպես պետք է լա որ խաղաղությունը լա ասելով քաոս պետք չէ լա բայց աստծո հաշիվներով քաոսին մեջ ինքը գուտա քեզ խաղաղություն հասկացեք աջիզասի շատ հետաքրքիր է լոջիկով քաոս պետք չէ որովհետեւ խաղաղությունը լա իսկ աստծո հաշիվներով գրնա քաոսը լա եւ խաղաղություն քեզի համար եւ նայեցեք ինչն է հայտնությունը ասխոսքին Աշխարհի մեջ նեղություն պիտի ունենաք քաոսներ պիտի լան բայց քաչասիրտ եղեք ես աշխարհին հաղթեցի Եվ գիտեք աս խոսքին հայտնությունը ինչ է որ գուզեմ որ ցերեդը բաժնեցիլ Հիսուսը գուզեգոր որ դուք նեղության մեջ ալ ջանշնակ իրեն որպես հաղթող Քաոսին մեջ ալ ջանշնակ իրեն որպես աշխարհին հաղթող Եվ ոչ թե միան քաոսեն դուրս Նորեն at օրինակը գուտամ որ երբ քաոս չի գա երբ մի քանի հաղթանակներ at ցերկ բերերես ամեն աս խոսքին բայց քաոսին մեջ ալ թողել ամեն որ Հիսուսը հաղթեց այս աշխարհին Հիսուսը գուզեգոր որ դու քաոսին մեջ ալ ջանշնաս իրեն որպես հաղթող Ամեն Ադորամար սիրելիներ, ոչ մեկ չանք մի խնայեք ավելի գիտնալու Աստծո խոսքը Ոչ մեկ չանք մի խնայեք ավելի ժամանակ անցնելու մեր երկնավոր հորը հետ Ոչ մեկ չանք մի խնայեք որովհետեւ ջանշնակ իր ճանապարհները Որովհետեւ քաոսին մեջ եթե քո ապավենդ Աստված է ուրեմն քաոսը պիտի անցնի բայց դու պիտի մնաս ապահով Որովհետև քաոսի մեջ եթե ապավենդ Աստված է At քաոսը ավելի դգար է քան այն Աստված որ at քաոսի մեջն է Ադորամար ջանցեք Աստծո նաև քաոսի մեջ Եվ քիչ առաջվա դվածս շատ զորավոր բանալի է ցեզի սիրելիներ Եվ ես գիտեմ բոլորս ունենք at փորձառությունը Երբ վիճակը իրար անցած է, մեղմ ցայն մկեզի գսե ես եմ մի վախտար շարնագե պիտախտես երբ վերջը եկավ մտածումները շրջապատեն քեզի քաոսը եկա եւ at ցայնը քեզի սե Չի անցնվիս Չի վախտնաս Երանի խաղաղություն ունողներուն Երանի սրդով մաքուրներուն Եվ թուն քաոսին մեջ Ես կուզեմ որ թուն քաոսի մեջ այնպիսին լաս որ գարենաս զսպել թուն քեզի եղի այնպես Եվ ագանշտաս Աստծո Եվ ասես ամեն իր խոսքին նաև քաոսի մեջ Ամեն
Կխնդրեմ բարոյական խումբը կա։ Հալելույա։ Դեր շնորհակալ եմ քո խոսքիդ համար։ Շնորհակալ եմ, որ դու գխոսես քո ժողովրդիդ։ Շնորհակալ եմ, որ դու գիտես քո ժողովրդիդ գարիկները, ինչ խոսքի պետք ունին, որ մեկ ժամանակ, ինչ խոսք, եւ դու գխոսես Տեր։ Եկեք երկրվակենք, հետո աղոթ կնենք։ Հալելույա։ Եկեք գետրոնանք մեր դիրոջ վրա, կորզնական քայլ առնենք, աղոթենք սելով այսօրվա խոսքի համաձայն, որ Տեր, ես կուզեմ որ քեզի ճանչնալ քաոսին մեջ, նաև սկսենք։ Ինչ մեծ ես դու, ինչ մեծ ես դու, ինչ մեծ ես դու, ով իմ աստված, ինչ մեծ ես դու, և հրաշագոց, սորություն տվող, և բժշկող, ինչ մեծ ես դու, ինչ մեծ ես դու, ինչ մեծ ես դու, ով իմ աստված, ինչ մեծ ես դու, ինչ մեծ ես դու, ինչ մեծ ես դու, ինչ մեծ ես դու, ով իմ աստված, ինչ մեծ ես դու, և հրաշագոց, զորություն տվող, և բժշկող, ով կանչիկ ես, ով իմ Տեր, կփրկվի, ով կանչիկ ես, ով իմ Տեր, կբժշկվի, Կանչե Հիսուսին անունը, ով կանչիկ ես, ով իմ Տեր, կհաստատակրվի, ինչ մեծ ես իմ Տեր, ով կանչիկ ես, ով իմ Տեր, կփրկվի, այո Հիսուս, ով կանչիկ ես, ով իմ Տեր, կբժշկվի, ով կանչիկ ես, ով իմ Տեր, կհաստատակրվի, ինչ մեծ ես իմ Տեր, Տերն է իմ արկաների արկա, իմ Աստված կարող է ամեն բան, իմ Աստված կարող է ամեն բան, բարձրյալ է, հզոր է, տիրում է հավիտյան, Տերն է իմ արկաների արքան, Տերն է իմ արկաների արքան, բարձրացուր քո ձայնը, իմ Աստված կարող է ամեն բան, բարձրյալ արքա, բարձրյալ է, հզոր է, տիրում է հավիտյան, Տերն է իմ արկաների արքան, Տերն է իմ արկաների արքան,
Աստված կարող է ամեն բան Փարթյալ է հստոր է տիրում է հավիտյան Բերն է իմ արկաների արկա Գանրախ Սորությամբ ողորմությամբ Ես նրա սավակն եմ Նա է իմ Աստվածը Իմ Աստվածը ամենագարող Աստվածն է իմ Գահնրա պարկով է Զորությամբ, ողորմությամբ Ես նրա զավակն եմ Հալելույա Նա է իմ Աստվածը ամենագարող Աստվածն է Գահնրա պարկով է Զավակ Նա է իմ Աստվածը ամենագարող Աստվածն է Գահնրա պարկով է Բոլորս զորությամբ ողորմությամբ Ողորմած Աստված Ես նրա զավակն եմ Նա իմ Աստվածն է Նա է իմ Աստվածը ամենագարող Ես նրա զավակն եմ Աստվածն է Ես նրա զավակն եմ Ես նրա զավակն եմ Նա է իմ Աստվածը ամենագարող Աստվածն է Հալելույա Հարկ ես դեր ամենագարող Աստվածն ես Մեր Աստված արժանի է ամեն փառաբանության Մեր Աստված արժանի է ամեն երկրպագության Ով գսե ամեն Մեր Աստված արժանի է Դու արժանի ես օրհնյալ Աստված, որ մեր մեջ ես Խաչված մերած բայց հարություն արած Թագավոր Դեր Օրհնյալ Աստված Հալելույա Եկեք կովենք ու երկենք մեր Տեր Աստծուն Օրհնենք պարապանենք Տիրոջ սերնանուն Սաղմոսներ ասենք կնար ու դավիղով Ով հոգի ունի թող օրհնի այս երգով Օրհնյալ ես օրհնյալ պարավոր Աստված Սիրով աննման կտած ողորմած Թագավորություն Փառք ու զորություն լինի հորը որդուն և Սուրբ Հոգուն Օրհնում ենք քեզ Տեր քանզի մեզ սիրեցիր մեր փրկության համար որ դու ծոհեցիր նվագով երկով սաղմոսներ ասելով Օրհնում ենք քեզ Սուրբ ես Թագավոր Օրհնյալ ես օրհնյալ պարավոր Աստված Սիրով աննման կտած ողորմած Թագավորություն Փառք ու զորություն լինի հորը որդուն և Սուրբ Հոգուն Ճշմարտությունով ու հոգով բաշտեցեք Աստծունով սուրբեր երկրպագեցեք Շեփորդ ըմբուղով սաղմոսներ ասելով Ով հոգի ունի թող օրհնի այս երգով Ճշմարտությունով ու
Սիրով պաշտեցեք, Աստծունով սուրբ էր դուք և երբակեցեք, Շեպորտը տուգով սամոսներ ասելով, Ողոքի ունի տողորնի այսելով, Օրդնյալ է սորդնյալ, պարավոր ասված, Սիրով աննման կտած ողորմած, Թագավորություն, փառք ու զորություն, լինի հորը որդյալ է սուրբ օգուն, Օրդնյալ է սորդնյալ, պարավոր աստված, Սիրով աննման կտած ողորմած, Թագավորություն, փառք ու զորություն, լինի հորը որդուն և սուրբ օգուն. Թագավորություն, փառք և զորություն, Թագավորություն, փառք և զորություն, լինի հորը, որդուն և սուրբ օգուն, Թագավորություն, փառք և զորություն, Թագավորություն, փառք և զորություն, լինի միայն հորը, որդուն և սուրբ օգուն, Թագավորություն, փառք և զորություն, լինի հորը, որդուն, լինի հորը, որդուն և սուրբ օգուն, միայն թուն արժանի ես Տեր, ամեն իմաստության, գիտության, հանճարի, խորհրդի, զորության Աստված, թագավորություն, փառք և զորություն, լինի միայն հորը, որդուն և սուրբ օգուն, քու ներկայության մեջ սարերը հալվում են Տեր, արժանի ես, Հիսուսը այստեղ ներկա է, իր հոգիով, սուրբ հոգիով, և բոլոր անոնք, որ կմոտենան իրեն, կտեսնեն իր փառքը, Հիսուսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան, Տեր Աստված, ես գաղութեմ, որ բոլոր անոնք, որ քեզի չեն ճանչնար, այսօր ճանչնան, քու ներկայության մեջ, այդ հաստ բադերը կանթվին, այն բադերը, որ արգերք են, քու և մեր մեջ, Հալելույա, Պերանը ստեղծող Աստված գիտե լսել, խոսիր է դա, Ո փառք ես, Սուրբ ներկայության մեջ, Սուրբ ներկայության մեջ, Սուրբ ներկայության մեջ, սարերն են հալվում, Սուրբ ներկայության մեջ, Սուրբ ներկայության մեջ, Սուրբ ներկայության մեջ, սարերն են ալվում, Սարը մեղքի, սարը մահի, սարը օքսի և հիվանդության, Քո երեսիցով Տեր, սարերն են ալվում, Սարը մեղքի, սարը վախի, սարը օքսի և հիվանդության, Քո երեսիցով Տեր, սարերն են ալվում,
ներկայության մեջ Քո սուրբ ներկայության մեջ Քո սուրբ ներկայության մեջ Սարերն են հարվում Քո սուրբ ներկայության մեջ Քո սուրբ ներկայության մեջ Քո սուրբ ներկայության մեջ Սարերն են հարվում Սարը մեղքի Սարը մահի Սարը հոգսի և հիվանդության Քո երեսից ովտել Սարը մեղքի Սարը վախի Սարը հոգսի և հիվանդության Քո երեսից ովտել Սարերն են հարվում Եկեք զորավոր զապահարենք մեր Տիրոջ Հալելույա Ամեն Ընդունիր այս օրդնության խոսքերը Քեզի քո ընտանիքիդ և քո սերունդիդ համար Թող Տերը օրհնե քեզի և թող Տերը բահե քեզի Թող Տերը իր երեսը բարձրացնե քո վրատ և ողորմի քեզի Թող Տերը իր երեսը բարձրացնե քո վրատ և ամեն քաոսի մեջ խաղաղություն տա քեզի Թող մեր երկնավոր Հոր սերը և մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի շնորհքը և Սուրբ Հոգու հաղորդակցությունը բոլորիս հետ լա Ամեն 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 Գողջունեմ բոլորիդ սիրելիներ, երկրի ծայրերեն, դարբեր երկիրներեն, բոլոր անոնք որ գայդևին մեր ծառայությանը Աստված օրհնե ձեզի շատ։ Շատեր կհարցնեն, ինչպես ֆինանսներով կրնան աջակցել մեր ծառայությանը։ Սիրելիներ, այն հեռախոսահամարը, որ դուք պիտի տեսնեք վիդեոյի մեջ, կրնաք կապ հաստատել այս հեռախոսահամարին WhatsApp-ի, Viber-ի, Telegram-ի միջոցով, որովհետեւ մենք ձեզի առաջնորդենք եւ ասենք ինչ հնարավորություններ կա ֆինանսներով աջակցելու դեպի Լիբանան։ Աստված օրհնե ձեզի շատ, ձեր ցանած ամեն սերմը կհրճագեմ, որ Տիրոջ կրկնաբադիկ օրհնությունը կա այդ սերմի վրա։ Ամեն։